Վերցիան Արնելա, ծնվել եմ 1991 թվականին Վանաձորում, անունս գրել են Արնելա, որովհետև մայրիկս ու հայրիկս շատ էին սիրում Արնելա Մուտին, դրա համար այնպես ստացվեց, որ տարիների ընթացքում ունեցա մականուն, որը Մուտին վերածվեց մուլտիկի, հիմա ինձ բոլորը հիշում են որպես մուլտիկ, սովորել եմ Երևանի պետական համալսարանում, ավարտել եմ երգում եմ առանց միկրոֆոնի միշտ, որովհետև մի տեսակ վախենում եմ միկրոֆոնից։ Ներկայացրեք ձեզ ոգևորող մարդկանց։ Ջեմա, Մաշա ու Գայուշ, իրանք երևի միակ մարդիկ էին, ում ես ունեմ Հայաստանում, որովհետև ոչ մեկ ինձ հետ չի շփվում, որոշ պայմաններից տրտված։ Հայաստանում նկատի ունեք Երևանում։ Հայաստանում։ Իսկ որտեղից եք դուք։ Ես ինքս Վանաձորից եմ ապրել եմ Հարաբաղից եմ ապրել եմ Վանաձորում, տեղափոխվել եմ Երևան, այդ ընթացքում երկար ժամանակ ապրել եմ Ուկրաինայում, խոսքով շատ ծանր է ճանապարհը։ Եվ կարևորը, որ Հայաստանում ունեք շատ մտերիմ ընկերներ, որոնք այսօր եկել են ձեզ ոգևորելու։ Գնացինք։ Արնելա Վերդյան, քաղաք Երևան, այլևս։ Հայաստանից ձայնը նախագծի մասնակիցներին մաղթում եմ չուշաթափվել, չլացել ու չվախենալ, որովհետև հասկանում եմ, որ շատ դժվար է, շատ հուզիչ է, բայց պետք չի ուշաթափվել, պետք չի լացել, ամեն ինչ հեշտ է, կյանքը ոչինչով չի վերջանում։ Чёрцея не зумі, зупинитися вчасно, все ясно, зі мною тепер і навзавжди пізно не йти від мене. Варура парурірамдай. Я налию собі, я налию тобі вина, а хочеш із медом. Хто ти є, ти взяла моє життя і не віддала. Хто ти є, ти випила мою кров і п'яною впала. Твої очі кличуть, хочуть мене, йдуй за собою. Хто ти є, ти ким би не була ти. Я не остався без бою. Я не остався без бою. Я не остався без бою. No, 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 oh no, oh no. Чого ж це я не зумів зупинитися вчасно, все ясно, зі мною тепер і навзавжди пізно не йти від мене. Здравствуйте, как вас зовут? Арнелла Вердян, 23 года. Очень приятно. На самом деле у вас такое завораживающее есть что-то в голосе. Вы немножко переволновались, наверное, и вначале было что-то такое с грустинкой. Надо было вам, наверное, либо ее не петь, либо тональность поменять, потому что не удалось вам ее подать. Все-таки вообще женщине эту песню сложно преподнести правильно. Это больше мужская песня. Սկիզբը այնքան սենց մնագաբիշայուշի էր, նենց այդ սուպ տոն կար, մի ասենց կայվ կար, դաշը սենց մի հատ ինչ-որ տոնք, սենց մի հատ կպար իմ լարին։ Գնացիր այն, եկար այդ «Я не знаю,
Sabes for you Ստեղ պետք է այս ինչ-որ ուսած հանգավ սախ չեսնեմ քեզ ասում չկար այդ պասիլով դալշը բայց սկիզբը կուպլետը ու այդ նիզերը որ կա Ես ուղղակի մի բան եմ ուզում ասեմ ես շատ ուրախ եմ որ մեր Հայաստանում Երևան քաղաքում քո նման ճաշակով ու լավ աղջիկ կա ես համոզված եմ որ քո մոտ ամեն ինչ լավ կստացվի հետագայում խնդրում եմ մի հիասթափվի որովհետև քո նման ճաշակով ու լավ աղջիկները հաստատ պետք են մեզ 100% Եվ խնդրեմ պարգևի էլի այս գեղեցիկ վարքյանները մեզ Ճիշտ ասած ես քեզ չզգացի որ իմ թվում կարող ես լինել դրա համար չպտտվեցի բայց գիտես չէ նստած էի ու սենց ինչ որ օթում էի ու այդ շատ լավ էր դու կարողացար դա անել Հրաշալի օբերտոններով շատ հարուստ տեմբր ունես շատ հարուստ եւ դու դա գիտես եւ փոքրուց ունեցել ես Քո խնդիրը եղել է որ ժամանակին դա չի դրան որևէ տեսակի լրջություն քո հարազատների կամ ընկերների կողմից չի տրվել քո կողմից դու կարծել ես որ ձայնը ունեմ կարող եմ երգել ոչ ես Հավատացնում եմ քեզ այս ժամանակին շատ լուրջ զբաղվեիր դու երկարվեստով հասկանաս հիմա ուրիշ տեղ կլներ բայց երբեք ուշ չի երբեք դու կարող ես հիմա գնալ տուն ու այսպես կյանքդ փոխել դու ունես ընդամենը պետքա մի քիչ աշխատել այլ ուղղությամբ ավելի ակադեմիկ ուղղությամբ աշխատել սովորել Հասկացար, այդ մասնագիտությունը ձեռք բերել, պրոֆեսիոնալիզմը, տեխնիկան։ Որովհետև մենք ուզում ենք շարունակությունը տեսնել քո այստեղ ներկայության։ Ես մասը վերջին եթերաշրջանը չի։ Ես համոզված եմ, որ վերջին եթերաշրջանը չի ու ես էլի կհասցնեմ եւս մի 10 անգամ գալ։ Այսպիսի դեմքեր մենք ունենք այստեղ Հայաստանի ձայնում եւ այստեղ Հայաստանի Հանրապետությունում։ Մերսի շատ։